Այս պատերազմի մասին, որը մեր պատմության անկյունակարային դրվագներից մեկն է, եւ մեր գիտակցության մեջ նույնպես այդ պատերազմը եւ նրա գլխավոր հերոս Վարդան Մամիկոնյանը մխրճված են այսպես, որպես ազատության խորհրդանիշ, որպես պայքարի խորհրդանիշ, նրանց հանդեպ սխալ վերաբերմունք է դրսևորված այդ նոր դասագրքում, որը հրատարակեցին արդեն Ժաննա Անդրեասյանի, Փաշինյանի վերահսկողությամբ։ Ինչ է այնտեղ ասված։ Նախ պատերազմի բոլոր դրվագների մասին որևէ խոսք չկա։ Դրվագների 99%-ը լռության են մատնված։ Մի հատ փոքրիկ ընդամենը պարբերություն է, պարբերություն էլ չէ, մի երկու նախադասություն է այդ պատերազմի մասին գրված, որ հայերը ավարայրի ճակատամարտում կռվեցին եւ պարտվեցին, այնուհետև անցան մի քիչ էլ պարտիզանական պատերազմի ու վերջ։ Այդ երկու նախադասությունն է։ Այնինչ այդ պատերազմը ունեցել է սկիզբ, այստեղ են եղել բախումներ, հարձակումներ, ամրոցների գրավումներ։ Եվ ԵՂՇ-ն էլ ասում չէ, երկու կողմերն էլ պարտություն կրեցին։ Ավարայրի մասին նկատի։ Հիմա կասեմ, ավարայրի ճակատամարտում էլ պարտություն չենք կրել մենք բնականաբար։ Ավարայրի ճակատամարտը մարտավարական առումով ավարտվել է ոչ հոգիով, այսպես ոչ հոգի է եղել, այդպիսի ճակատամարտեր համաշխարհային պատմության մեջ շատ են եղել, երբ ոչ այս կողմն է հաղթել, ոչ էլ այն կողմն է հաղթել։ Մեկ օրինակ Բորոդինոյի ճակատամարտը 1812 թվականին